Կասեք Մերձավանի եւ Մղճյանի դպրոցներում տեղի ունեցածը որպես առանձին դրվագ պետք է դիտարկել, թե պետք է դիտարկել ընդհանուր կոնտեքստում։ Ընդհանուր կոնտեքստում պետք է դիտարկել, որովհետեւ բարդ երևույթներ են եւ իմ կարծիքով այսօր Հայաստանում արվում է մի բան, որը դերևս 20-րդ դարի հայտնի փիլիսոփաներից մեկը Բոդրիարը հետաքրքիր ձևակերպում էր տվել, որ տեղի ունենում ինչ-որ բան, հետո այդ տեղի ունեցածը վերցվում է լրատվամիջոցների կամ հատուկ թեմաներով զբաղվող օրակարգ ստեղծող կազմակերպությունների կողմից եւ դրանից սարքվում է լրիվ մի ուրիշ բան։ Հիմա մենք գործ ունենք այս դեպքի հետ, այսինքն Մերձավանում կոնֆլիկտ կար դպրոցի կոլեկտիվի եւ ուսուցչի միջեւ, վերցվեց այդ կոնֆլիկտը, հրապարակայնացվեց եւ դա տարվեց հիմա լրիվ ուրիշ տեղ, ասենք, չգիտեմ, Թուրքիայի հարցը մեջտեղ եկավ, որ ուսուցիչը ասել է, որ ինքը թուրքերը մեր թշնամիները չեն, նմանատիպ այլ հարցեր եւ հիմա սա եկավ այստեղ, որ փաստորեն ուսուցիչը, որը ասում է, որ թուրքերը մեր թշնամիները չեն, հալածվում է ժողովրդի կողմից կամ, չգիտեմ, արցախցիների խնդիրը, որ այդտեղ արցախցիներին է վիրավորել այդ ուսուցիչը։ Այսինքն սա նորմալ կոնֆլիկտ է, այսինքն նորմալ չէ, բայց բոլոր դպրոցներում կան այս տեսակի կոնֆլիկտներ, որտեղ կոլեկտիվները մեծ են եւ միշտ լինում են ուսուցիչներ, որոնք տնօրինության այլ ուսուցիչների հետ խնդիրներ են ունենում։ Հիմա սա դարձավ լրատվական առիթ եւ դրանից լրիվ ուրիշ բան դուրս բերվեց։ Այստեղ նաեւ կա մի ուրիշ խնդիր, եթե փորձենք նաեւ Մղճյանն էլ կապել։ Այսօր Մղճյանի տնօրենի հրաժարականը ներկայացնում է։ Ну, այդ տնօրենների հրաժարականը խնդրի լուծում չէ, տեսեք, ինչն է հարցը։ Հիմա կա օրակարգ, որ Հայաստանի դպրոցների կառավարումը պետք է վերցվի մարզպետարանների ձեռքից եւ տրվի նախարարությանը։ Եվ այս տեսակի դեպքերը նաեւ ոնց որ առիթ են ստեղծում, որ ասվի, որ այո, տեսեք, հարգելի մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան, դուք չեք կարողանում դպրոցները լավ կառավարել, ուսուցիչներին հալածում են, երեխաներին թմրանյութերի ցանցն են գցում, եւ դրա համար ճիշտ կլինի, որ մարզպետարանները չղեկավարեն, այլ ղեկավարի նախարարությունը։ Նաեւ այսպիսի խնդիրներ էլ կան։ Դե հա, պետք է հետո տեսնել դպրոցի կյանքում ինչ է փոխվում դրանից։ Տեսեք, այստեղ խնդիրը ինչի մեջ է, ընդհանրապես դպրոցները մեծ մասը երևի շատ ուզում են, որ իրենց ղեկավարի նախարարությունը, ինչու, որտեղ նախարարությունը հեռու է եւ իրենց համար, այսպես ասած, ավելի ինքնուրույնությունը կմեծանա, բայց մյուս կողմից իհարկե մարզպետարանները, եթե այսպես պրոֆեսիոնալ ղեկավար են, անշուշտ իրենք շատ լավ տիրապետում են իրենց խնդիրներին, քան կենտրոնը, որտեղ Երևանը չի կարող 1400 դպրոց հեռավորության վրա կառավարել։ Բայց հիմա օրակարգը այդպիսին է, եւ նաեւ նախատեսվում է դպրոցների միավորում, փոքր դպրոցները միավորվելու են, եւ կարծում եմ, որ այս տեսակի առիթները օգտագործվում են նաեւ ցույց տալու, որ մեր ժողովուրդը շատ, այսպես ասած, անդաստիարակ է, կոպիտ է եւ համակարգը չի աշխատում եւ հետեւաբար պետք է նոր կառավարման համակարգ։ Շատերի մոտ կա իհարկե, ես հանդիպեցի մի քանի այդպիսի ձևակերպումների, որ միջադեպ այնուամենայնիվ կազմակերպված լինելու տպավորություն է թողնում։ Դուք ունեք այդ տպավորությունը։ Ես չեմ կարծում, որ ինքը նախորդ պլանավորվել է։ Ենթադրում եմ, որ կոնֆլիկտ ա եղել եւ գուցե ուսուցիչը ինչ-որ իմաստով փորձել է լուսաբանման տանել այս խնդիրը եւ այդպես արդեն օգտագործվեց հետո։ Հիմա թե նախորոք է պլանավորվել, թե չէ, դժվար է որ ես ասեմ, բայց որ ինչ որ ցույց տրվեց դրանից հետո սարքվեց մի ուրիշ բան, դա կարող եմ հաստատ ասել։ Այսպիսի կոնֆլիկտներ շատ կան, ասեմ ձեզ։ Թմրանյութերի խնդիրը վաղուց է հայտնի, դրա մասին արդեն մի քանի տարի խոսվում է եւ այդ իմաստով իհարկե այն մարդկանց համար, որոնք դպրոցին մոտ են, այս խնդիրները Մենք վաղուց եկող process-ի հետ ենք առնչվել, թե չէ։
Կոնֆլիկտները, որ տեղի են ունենում, կոնկրետ Մերձավանի նման կոնֆլիկտը իհարկե միշտ է եղել դպրոցներում, միշտ։ Ուղղակի չի լուսաբանվել, փորձել են տեղային լուծումներ գտնել, ու կամ ուսուցիչն է հեռացել, կամ ինչ-որ միջնորդ է եղել։ Այս դեպքում ինքը որոշվեց սրել եւ այդպես միանգամից պայթեցնել, բայց այդպիսի կոնֆլիկտներ, ես նույնիսկ ասեի ավելի դաժան կոնֆլիկտներ էլ մենք ունենք դպրոցներում, ավելի սուր կոնֆլիկտներ, բայց քանի որ դրանք չեն լուսաբանվում, համակարգից դուրս գտնվող մարդիկ շատ տեղյակ չեն ինչ է կատարվում։ Դե հիմա բաց հանրություն է, ինչ ասես կարող։ Այո, եւ այստեղ մի ուրիշ խնդիր էլ կա, տեսեք, Մերձավանի դպրոցը արդեն 1 տարի է տնօրեն չունի։ Սա էլ է խնդիր։ Մենք ասում ենք, տեսեք, հիմա մենք ժամանակավոր պաշտոնակատարին ազատում ենք, չէ՞, ասում ենք դու ես մեղավոր, որ այսպիսի կոնֆլիկտ է ստեղծվել։ Բայց հիմա հարց, գնանք հարցնենք ժամանակավոր պաշտոնակատարին։ Իրեն որևէ նյութով օգնել են, երբ որ ինքը դարձել է ժամանակավոր պաշտոնակատար։ Իրեն վերապատրաստել են, ինչպես կառավարել դպրոցը։ Աշխարհի շատ երկրներում կա ձեռնարկ, տնօրենի առաջին 100 օրը։ Իրեն այդ ձեռնարկից տվել են, այս մարդը որ իմանա, մենք փոխանակ շնորհակալ լինենք, որ այդ ԺՊ-ն միանգամից 2 պաշտոն է ստանձնում։ Մենք իրան ազատում ենք աշխատանքից, երբ որ մենք իրեն ոչնչով չենք աջակցել եւ 1 տարի դպրոցը թողել ենք առանց տնօրենի։